Պարոն Ռուբինյան, դուք վերջին 5 տարիներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչն եք, եւ մենք այս նիստերի դահլիճում բարբերաբար փորձել ենք ձեզանից պարզել, թե ինչ արդյունք կա հարաբերությունների կարգավորման համատեքստում։ 2022 թվականին մեծ շուկով հայտարարվեց, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվելու է, բայց պայմանավորվածությունը, որի անոնսը նաև դուք բավականին այսպես մեծ շուկով արեցիք, տեղի չունեցավ։ Հիմա կարող եք հաշվետվություն ներկայացնել վերջին 5 տարվա, ի վերջո ինչ ունենք այս մասով, արդյոք շարունակելու է այդ ֆորմատը գոյություն ունենալ, որովհետև առնվազն մեկ դեպք կա, երբ որ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ այդ պարզ պայմանավորվածությունը կյանքի այդպես էլ չի կոչվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ մի քիչ լռություն պաշտպանեք։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան։ Հայաստան-Թուրքիա, նախ ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով չեմ զբաղվել, ես զբաղվել եմ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացով, որովհետև դրանք մի փոքր տարբեր բաներ են։ Գործընթացը, այս գործընթացը, որը Հայաստանի պատմության մեջ 4-րդն էր, եթե չեմ սխալվում, սկիզբ է առել 2021 թվականի դեկտեմբերին։ Առաջին հանդիպումն էլ ունեցել ենք 2022 թվականի սկզբին, եւ կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, կամ պայմանավորվածություններ, որոնք սպասում են իրենց իրագործմանը։ Իրագործված պայմանավորվածություններն են Երևան-Ստամբուլ չվերթների վերականգնումը, որովհետև 2022 թվականի դրությամբ դրանք մի քանի տարի արդեն չէին գործում։ Հետագայում այս վերջերս ավելացան այդ չվերթները։ Իրագործված պայմանավորվածություններից էր երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավոր դառնալը։ Իրագործված պայմանավորվածություններից էր ուղիղ առևտրի հնարավորության ստեղծումը, որովհետև մինչ այս նկատի ունեմ մաքսային իմաստով ուղիղ առևտրի, որովհետև մինչ այս օրինակ Հայաստանից Թուրքիա որևէ բան արտահանելու համար կամ Թուրքիայից Հայաստան որևէ բան ներկրելու համար, դա ձևակերպվում էր Վրաստանի տարածքով, հետո վերաձևակերպվում էր եւ մոտ 1-2 ամիս առաջ արգելքը դրա թուրքական կողմից վերացվեց։ Դրան զուգահեռ ամենակարևոր իրագործված պայմանավորվածությունը Ախալքալակ կարս երկաթգծով Հայաստանի տնտեսվարողների համար օգտվելու հնարավորության ստեղծումն է, ինչը ես կարծում եմ մեծագույն փոփոխություն է, որովհետև ինչ է ստացվում։ Մինչ այս Հայաստանի համար աշխարհը երկաթգծային իմաստով փակ էր, բացել միայն Վրաստանը։ Ամենահեռու կետը, որ Հայաստանից հնարավոր էր երկաթգծով հասնել, Վրաստանն էր, փոթի եւ վերջ։ Եվ սկզբից Ադրբեջանի տարածքով հայկական կողմի համար երկաթգծի տրանզիտի արգելքը վերացվեց եւ հիմա էլ փաստորեն Թուրքիայի տարածքով, ինչը հնարավորություն է ստեղծում մեր տնտեսվարողների համար հասանելիություն ստանալ թե Թուրքիայի շուկային, թե Թուրքիայի տարածքով Եվրամիության շուկային եւ նույնիսկ Սիրիայի շուկային, ինչը շատ կարեւոր զարգացում է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ անի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ հիշեցնեմ անի պատմական կամուրջը, որի մի թևը գտնվում է Թուրքիայի տարածքում, մյուս թևը Հայաստանի տարածքում, եւ ճիշտ մատնանշեցիք, կարևոր պայմանավորվածություն էր նաեւ, բայց ժամանակս ավարտվեց եւ արձագանքը կշարունակեմ։ Արձագանք ունեք Տիկին Խամոյան։ Պարոն Ռուբինյան, ամենակարևոր հարցը հայ-թուրքական սահմանի բացումն է։ Եվ այդ հարցը լուծված չէ։ Դուք հիմա երկար-բարակ ինչ-որ բաներ եք շարադրում, թվարկում։ Ասում եմ 2022 թվականին մեծ շուկով անոնսեցիք, որ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացվելու է։ Դուք եք անոնսը, մամուլը չի գրել դրա մասին։ Այդ պայմանավորվածությունը կյանքի ինչի չի կոչվել։ Եվ առհասարակ այդ
Հանձնաժողովից վերջում մնաց քլչի շնորհավորանքը ձեզ, ինչ համատեքստում նկատի ունեմ, նաև ձեր արձագանքում կարող եք դրան էլ անդրադառնալ։ Դասական, դիվանագիտական էթիկետի տեսանկյունից սովորաբար սպասվում են, որ պաշտոնյան այսպես ընտրվի, պաշտոնապես եւ նոր շնորհավորեն։ Այս ժեստը իր կողմից տալիս է ենթադրության հնարավորություն, որ բավականին փաստորեն ջերմ են եղել ձեր հարաբերությունները։ Եթե այդքան կառուցողական են եղել, ջերմ են եղել, ինչու համաձայնության չեք կարողացել հասնել սահմանի բացման մասով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Խամոյան, ես ձեզ նույնպես շնորհավորում եմ Պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, ինչից ձեր տրամաբանությամբ պետք է ենթադրել, որ իմ եւ ձեր հարաբերությունները բավականին ջերմ են, ինչին ես բացարձակապես դեմ չեմ։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, շարունակելով միտքս, քանի որ մինչև վերջ չկարողացա ասել։ Հաջորդ կարևոր պայմանավորվածությունը հետևյալն է, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են եւ ստեղծել են աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել տեխնիկական պահանջները Գյումրի կարծ երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման, այսինքն երկու կողմերը արգոս նախարարությունների մակարդակով հայտարարել են, որ սա է նպատակը եւ աշխատանքային խումբ են ստեղծել, ասեմ ավելին, Թուրքիան արդեն իսկ սկսել է վերականգնողական աշխատանքները Գյումրի կարծ երկաթգծի իր հատվածի, մինչեւ մեր սահման։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը բացելուն, հայկական կողմից վաղուց պատրաստ են ենթակառուցվածքները, թուրքական կողմն էլ վերջերս է ավարտել իր կողմից ենթակառուցվածքների վերանորոգումը, վերականգնումը եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը։